Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի անիմալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի անիմալիքին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Ողջույն, պարոն Կիրակոսյան։ Պարոն Խզմալյանը, հայկական մեդիա դաշտ է թափանցել մի ֆեյք տեղեկություն այն մասին, որ իբր Հայաստանում 10 մզկիթ է կառուցվում, եւ այդ տեղեկությունը նախ այսպես քննարկվեց, որ գալիս է թուրքական մեդիայից, բայց փաստեր ստուգողները պարզեցին, որ հեղինակը ճիշտ է թուրքական լրատվամիջոցում է գրել ազգությամբ թուրք է, բայց նաև կապված է Կրեմլի հետ եւ այլ անկախ կենտրոններ իրենց զեկույցներում տվյալ լրագրողին ներկայացնում են որպես Կրեմլի քարոզիչ, հիշեցնելով, որ նա Լուգանսկում է եղել, հակաուկրաինական հրապարակումներով է աչքի ընկել։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, սա Ռուսաստանի կողմից տարվող աշխատանք է Հայաստանի դեմ, թե ոչ, թե լրագրողի սեփական նախաձեռնությունն է։ Ես երկու պատասխան ունեմ։ Առաջինը բուն հարցին, այո, իհարկե սա հիբրիդային պատերազմի մաս է, սա դասական կեղծիք է, Հեբելսյան ոճի կամ ցանկացած մեկ այլ, բայց այստեղ հետաքրքիր է երկրորդ աստառը։ Ես չի զարմանա, եթե այդ կեղծիքի ստի տվյալ դեպքում ստի հեղինակը լիներ հայ, որովհետև մենք արդեն ստանում ենք այդպիսի կեղծիքների մի ամբողջ տարապ, շարան եւ ելի կստանանք եւ գնալով դրանց հաճախականություն ավելանալու է, որովհետև նույն նպատակին են դրանք բոլորը ծառայում։ Ամենազազրելի, ամենանողկալի ստերից, որը կոչված է, ինչին է կոչված մի փոքր հետո, ամենայդ ակնհայտ եւ գրեթե ծիծաղաշարժ կեղծիքներից մինչև ամենաբարձր ամբիոններից սկանդալային հայտարարությունները, որովհետև դրանք բոլորը միտված են մեկ նպատակի, ուղղված են մեկ նպատակի՝ շեղել հայ ժողովրդին իրականությունից, իրական օրակարգից, իրական խնդիրներից։ Սա մի քիչ նման է այն անվերջ սերիալներին, որոնց օրնիբուն ցուցադրությամբ զբաղվում են մեր հեռուստաալիքները։ Ես պատահաբար երբեմն տեսնում եմ, ասենք, որևէ տուն մտնելիս կամ գրասենյակ կամ խանութ, երբ որ այնտեղ միացված են հեռուստատեսությունը, հեռուստացույցը, տարբեր ալիքներով ցուցադրում են այնպիսի բաներ, որոնք աշխատում են նույն հիբրիդային պատերազմի մեջ, եւ դա անպայման չի լրատվություն լինի։ Դա կարող է լինել Գլենդեյլի հայերի կյանքից ինչ-որ մի հիմար սերիալ կամ մեկ այլ սերիալ։ Այդ քաղաքական սերիալները նույն նպատակի են ծառայում։ Հայաստանը արդեն որերորդ տարին է ծանր սոցիալ-տնտեսական, գաղափարական, հոգեբանական եւ քաղաքական ճգնաժամի մեջ է։ Մենք դժվար ենք ապրում եւ սա ոչ միայն պատերազմի պատճառը ոչ միայն պատերազմն է։ Պատճառները շատ են։ Ամենամեծ պատճառն այն, որ կառավարությունը չի կատարում այն, ինչի համար նա ընտրված է, չի կատարում սոցիալ-տնտեսական ռեֆորմներ, բարեփոխումներ տեղի չեն ունենում։ Ամենակարևորը դատաիրավականը, բիզնեսը չի զարգանում, բարձրանում են հարկերը, աշխատավարձների բարձրացումը չի փակում սղաճը, հիպոթեկաները շատ թանկ են։ Եվ ամենահետաքրքիրը, որ սա, ես ասացի ամենահետաքրքիրը եւ հիմա տավտոլոգիայով պետք է զբաղվեմ, սա հետաքրքիր չէ մեդիային։ Սա մեդիային հետաքրքիր չէ։ Կարծես թե ամենակարևորը ժողովրդի համար պետք է դա լինի։ Բայց տեսեք, որ անգամ դուք ամենաակտիվ լրագրողներից մեկը ստիպված եք զբաղվել բոլորովին այլ հարցերով։ Դուք ստիպված եք գնալ սկանդալների ետևից։ Եվ տեսեք, մեր այսօրվա խոսակցությունը ինչից է սկսվում։ Միթե դա է
այն ինչի մասին մենք հիմա պետք է խոսենք։ Իսկապես երկիրը վտանգված է, Բայց պետականությունը եթե դա վտանգված է, կներեք արտաքին ուժերի ուղղորդմամբ է տեղի ունենում, դա արդյոք քննարկման թեմա չէ։ մենք պետք է պաշտպանվենք արտաքին ուժերի տարբեր ազդեցությունից ոչ թե հերքելով կամ մեկնաբանելով դրանք։ Մենք պետք է այդքան պաշտպանված լինենք, որ նման բաները չխոցեն մեզ։ Ինչու են դրանք խոցում։ Որովհետև ժողովուրդը այնքան է ջղայն, զայրացած, մտահոգված, դյուրագրգիռ, որ ցանկացած սադրանքով մեր ժողովրդին կարելի է հունից հանել։ Մենք դա տեսնում ենք։ Եվ ես ճիշտն ասած ծանր սրտով եմ ստիպված լինում մասնակցել այս քննարկումներին, որովհետև ոչ մի կերպ չի հաջողվում խոսել իսկապես կարևոր բաների մասին։ Այն, ինչ կարևոր է մարդկանց համար, անընդհատ դառնում է երրորդական, չորրորդական, այդ բոլորը գիտեն, չէ, մենք պետք է խոսենք ինչ անել, որ դուրս գանք այս ճգնաժամից, որովհետև մենք մոտենում ենք կեղծիքի ստի գագաթնակետին, ընտրություններին, եւ մեզ հասկանալի է, որ երկու ուժերը, որոնք կիսել են, բաշխել են եւ մենաշնորհել են քաղաքական դաշտը, թույլ չեն տալիս այդ երրորդ ուժին մտնել դաշտ, եւ դա իրենց միավորում է, որովհետեւ այսպես կոչված նախկիններն ու ներկաները Էջմիածնում վաղ շաբաթում ցույց տվեցին, որ փաստորեն դա ռեպետիցիա էր 26 թվականի եւ միաժամանակ դա կրկնություն էր 21 թվականի։ Կներեք, ձեզով խանգարեց պարոն Խզմայլյան, որ մասնակցեիք վաղաշաբաթի ընտրություններին եւ հաղթեիք, օրինակ, որ ասում եք երրորդին թույլ չեն տալիս, ինչ որ ձև արգելել են ձեր մասնակցությունը։ Շնորհակալություն, որ դուք երրորդ դուժը միջապես կապեցիք իմ Չէ, դեպքում ես ձեր հետ եմ խոսում, դրա համար ձեզ եմ տալիս։ Չէ, ես չեմ հեգնում։ Ես կարող եմ բացատրել ինչու Հայաստանի եվրոպական կուսակցությունը, ես ասել եմ, ինչու մենք չմասնակցեցինք, որովհետև այնտեղ մասնակցում էր նախկինում Եվրադաշինք կոչվող կուսակցություններից մեկը հանրապետականը եւ այն ուներ իր տեխնացում եւ այս պայմաններում մենք որոշեցինք ոչ միայն չմասնակցել, որպեսզի ինչպես ասում են, չխանգարել մեր գործընկերներին։ Բացի դա մենք համաձայն չէինք այն դիրքորոշման հետ, որ իրենք որդեգրեցին, եւ դեռ ես շնորհավորում եմ իրենց բարձր արդյունքի հետ, իրենց կարծեմ ընդամենը 15 ձայն չհերիքեց, որ անցնեն շեմը, ոչինչ մյուս անգամ վստահ եմ այդ 15 ձայնը կգտնվեն եւ անցնեն այդ շեմը, բայց մեզ համար սկզբունքորեն կարեւոր էր, որ մեր նախկինում համախոհները համաձայնվեցին լինել իշխող կուսակցության կցորդներ եւ չէին էլ թաքցնում դա եւ քարոզում դա ակնհայտ երևում էր։ Ես նայում էի այդ ամեն ինչին դառնությամբ, ահա ինչու մենք չմասնակցեցինք։ Այս անգամ չմասնակցեցինք, որպեսզի չստացվի, որ մենք հակառակորդ ենք մեր նախկին գործընկերներին։ Սակայն պարզ է, որ 26 թվականին մենք մասնակցելու ենք եւ ոչ թե որպես կցորդ այս կամ այն ուժ, այլ որպես երրորդ ուժ եւ ահա ինչու մեզ համար խիստ կարեւոր է ավակել Եվրակոալիցիա կրկին, որովհետեւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը կոչված է դա անելու եւ մենք կենտրոնանում ենք հիմա սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, մարդկանց ամենօրյա կյանքը հեշտացնող միջոցները քննարկելու եւ իրականացնելու վրա։ Դրա համար մենք չենք տեսնում այլ ամենալավ մեզ համար միջոցը շարունակում է մնալ եվրոինտեգրումը, որովհետեւ մեր բոլոր ցավերը, մեր բոլոր խնդիրները առաջանում են նրանից, որ մնում ենք սովետական տնտեսության, ռուսական տնտեսության շարունակություն, ես սովետական ասացի պատահաբար։ Կներեք, դուք Արամ Սարգսյանին համարում եք Նիկոլ Փաշինյանի կցորդ։ Ես նկատի ունեմ, որ այդ քարոզը անում էր Հարություն Ակրչյանը, նա ուղիղ տանում էր այն նույն քարոզը Արամ Սարգսյանը չէր մասնակցում ընտրություններին։ Տվյալ դեպքում բայց նա Փարոզ Արշավին ակտիվ մասնակցում էր իր կուսակցությունները առաջ։ Բայց ես
այո, բայց ես խոսում եմ այն մարդու, ում նրանք ընտրել են որպես տեխնացու։ Եվ այդ տեխնացուի քարոզը մեզ եւ ոչ միայն վերջին օրերին, այլ նաեւ նախկինում թվում էր այնպեսին, որին մենք չենք կարող աջակցել։ Ահա ինչու մենք չմասնակցեցինք, ինձ համար դա էր կարևոր։ Ինչպիսի դիրք կընդունի Արամ Սարգսյանը, կասի Արամ Սարգսյանը։ Ես տվյալ դեպքում չունեմ որևէ նյութ քննարկելու։ Ես տեսնում եմ, որ նրա ներկայացուցիչը խոսում էր այսպես։ Ինչպես։ Այնպես ինչպես խոսում էր, նա պաստորեն չէր խոսում եվրոինտեգրումից, նա խոսում էր հիմնականում այն մասին, որ չպետք է թույլ տալ նախկիններին, ինչը ճիշտ է, բայց ինչ է առաջարկում նա առաջարկում է պաստորեն այն նույնը, ինչ ասում է քաղաքացիական պայմանագիրը, եւ իրեն ուղիղ հարցնում են, ես մեծ հետաքրքրությամբ սպասում եմ ինչպես նա կարտահայտվի։ Նա ասում էր, չէ, մենք չենք հակադրվում նրանց, պաստորեն մենք ասում ենք նույնը, դա իմ խոսքերը չեն, դա նրանց խոսքերն են, եւ ինձ համար շատ կարեւոր է դա, որովհետեւ ես որապես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ այսպես կոչված նախկինները իրականում կատարում են նույն գործունեություն առաքելությունը պահել Հայաստանը Եվրամիությունից դուրս։ Պարոն Խզմալյան, դրանում համոզված եմ։ Կներեք, ես չգիտեմ դուք տեղյակ եք թե ոչ, բայց վաղար շաբաթի համայնքապետարանում եվրոինտեգրման վարչություն չկա, ընդհանրապես արտաքին քաղաքական հարցերով վարչություն չկա եւ համայնքային ընտրությունների ժամանակ հիմնականում խոսում են Դուք ճիշտ եք։ Փողոցի, ասֆալտի, տանիքների, մանկապարտեզների, աղբի, թփի մասին։ Դուք ինչու եք ակնկալում, որ պետք է տեխնացուները խոսեին արտաքին հարցերի մասին։ Չէ, ես դա չեմ ակնկալում։ Ես պարզապես ասում եմ, որ այդ նույն խնդիրների, նախ եւ առաջ կենսաղային, սոցիալ-տնտեսական, իրավական եւ այլ խնդիրների լուծումը պետք է ընտրել եւ գտնել եվրոպական մոտեցման մեջ եւ անգամ համայնքային ընտրություններում, եթե մենք քննարկում ենք, թե ինչպես է պետք լուծել մարդկանց սոցիալական հարցերը, մի բան է, երբ որ մենք շարունակում ենք հարկային այն նույն քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական նույն մոդելը, հումքային կցորդի մնալու այն նույն գաղափարախոսությունը, ինչը մենք տեսնում ենք բոլոր տեղերից, բոլորովին այլ է, եթե մենք առաջարկում ենք անգամ համանքային առումներով եվրոպական լուծումներ, նախ եւ առաջ ապակենտրոնացում, որովհետեւ ամենակարևորն է ինչ պետք է անել համայնքներում, դա ապակենտրոնացումն է։ Մեզանում գործում է մոսկովյան մոդելը, երբ որ ամբողջը կուտակված է մի քաղաքում, Հայաստանում առավել քան Ռուսաստանում, եւ այնտեղից բարի քերիները եւ մորաքույրերը բաշխում են կամ չեն տալիս այն գումարը շրջաններից, որոնցից այդ գումարը ստանում են։ Մենք դա տեսնում ենք արդեն որպես քաղաքական զենք եւ ահա ինչու համայնքների որոշ ղեկավարները հայտնվում են բանտերում ոչ թե ընտրություններից առաջ, այլ ընտրություններից հետո, երբ պարզ է դառնում, որ նրանք հաղթել են համայնքային ընտրություններում եւ նրանք խնդիրներ են բարձրացնում, ինչպես օրինակ Գյումրիում եղավ, ինչպես կարող է լինել, որ ասենք վարչապետ Փաշինյանի անձնական ծախսերը բյուջետում ավելի մեծ են պաշտոնական ծախսերը 25 միլիարդ դրամ, քան մի քանի քաղաքների Գյումրի, Վանաձորի, Արտաշատի եւ մի քանի այլ քաղաքների միասին վերցրած նրանց քաղաքային բյուջեները նման պայմաններում բնականաբար խոսել սոցիալական հարցերի լուծման մասին անհնար է եւ եթե մենք չենք ասում դա համայնքներում, եթե մենք դա չենք ասում Երևանի քաղաքապետարանի ընտրություններում, եթե մենք շարունակում ենք համագործակցել, ինչպես մենք տեսնում ենք ինչ է կատարում քաղաքապետարանում, մենք ստանում ենք այս ահռելի, սարսափելի խնդիրները իրենք օրեցօր մեծանում են, երբ որ 300 բարձրարկ շենք շինթույլտվության տակ ստորագրում են քաղաքապետարանի բոլոր կուսակցությունները եւ մենք դա հանդուրժել չենք կարող, որովհետեւ այդ դեպքում չկա եվրոպական մոտեցում, չկա իրական ընդդիմություն եւ այս նույն դրամաբանությամբ չի կարելի ակնկալել, որ
այս զենքերով հնարավոր է հաղթել իշխող կուսակցությանը մարզերում, շրջաններում, համայնքներում։ Պետք է բոլորովին այլ միջոցներ եւ քարոզ։ Եվ պարոն Խզմայրյանը, ընտրություններին հաջորդած Փաշինյանի գրառման շեշտադրումները ինչպես կմեկնաբանեք, մասնավորապես այն մասով, որ նա հաղթանակը համարեց վաղաշաբաթցիների կողմից իրեն տրված նոր լիցք, որով կկարողանա առավել առույգ ազատել, ինչպես ինքն է նշում, սրբության սրբոց Մայր աթոռը կտրիչ Ներսիսյանից, սա նշեմ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումն է։ Ես չեմ կարծում, որ վաղարշապատցիները, ընդ որում սա ոչ միայն Էջմիածին քաղաքն է, այլ նաև որքան գիտեմ, ընտրություններում մասնակցում են նաև շրջակա գյուղերը, ես չեմ կարծում, որ նրանք քվեարկելիս ինչ որ ձևի արտահայտում են իրենց վերաբերմունքը Բաղրամյան 26 եւ Սուրբ Աթոռ սրված հարաբերություններին, ոչ։ Ես անգամ նկատեցի եւ դրական եմ համարում, որ հաղթող պարոն Մեխակյանը, ճիշտ եմ հիշում, նա շատ ավելի զուսպ էր եւ գերադասում էր չմտնել այս հարցի մեջ, եւ դա ճիշտ է, որովհետեւ դա իսկապես ոչ մի առնչություն չունի։ Ես կարծում եմ, որ սա շահագործում է, չարաշահում է եւ մանիպուլյացիա է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ոչ, նա չի ստացել վաղարշապատում Գարեգին երկրորդի վերաբերյալ որևէ գործողությունների։ Ես համարում եմ, որ դա քաղաքականացնում է բոլորովին այլ գործընթաց եւ ճիշտ չէ։ Բայց այնուհանդերձ ենթադրելի է, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի այդ գրառմանը գործողություններ են հաջորդելու, ինչ սպասել։ Դա սպասելի էր ցանկացած դեպքում, ինչպիսին էլ լիներ վաղարշապատի ընտրությունների արդյունքը, ինչին կարելի է սպասել, ես կարծում եմ, որ սա նույն դրամաբանության մեջ է, չկարողանալով լուծել ոչ մի լուրջ քաղաքական հարց, չկարողանալով իրականացնել որևէ լուրջ բարեփոխում, չկարողանալով ներդրումներ ապահովել, չկարողանալով տնտեսապես զարգացնել Հայաստանը այնպես ինչպես կարող է զարգանալ եւ պետք է զարգանա Հայաստանը, տապալելով բոլոր բարեփոխումները իրականում Նիկոլ Փաշինյանը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ դա չնկատեն։ Իսկ ինչպես է դա արվում։ Նա մշտապես ծխավարակույր է ստեղծում եւ բավական կասկածելի միջոցներով օրեցօր նորանոր սկանդալներ է առաջացնում, բաժանելով հասարակությունը։ Ինչ պետք է անի իշխանությունը մերպես երկրում։ Ծանրագույն պատերազմում պարտված 150,000 փախստական ունեցող երկրում, որի մեջ հասունանում է նոր զանգվածային արտագաղթը։ Ինչ է պետք անել։ Պետք է նախ եւ առաջ միավորել ժողովրդին, համախմբել մարդկանց, հավաքական ուժ հավաքել։ Ինչ է անում իշխանությունը։ Պառակտում է, բաժանում է, թշնամացնում է մարդկանց, խմբերի է բաժանում եւ զբաղված է մշտական արհեստական այս կռվերով, առաջացնելով դրանք, խրախուսելով դրանք, սադրելով դրանք, ինչի, որպեսզի մարդիկ չհասնեն մտածել, չհասնեն վերլուծել, իսկ ինչի է այս ամենը, իսկ ինչ պետք է անել, իսկ ինչպես ազատվել դրանից։ Մարդիկ ընդունում են որոշում ոչ թե ընտրություններին գնալով, իրենք ճամփորդներ են սկսում հավաքել, որովհետև այս մթնոլորտում ատելության, անհանդուրժողության, անհանդուրժողականության եւ անորոշության մթնոլորտում ապրել շատ դժվար է։ Իրենք չեն կարող զբաղվել բիզնեսով, այսպիսի հարկերով ու վարկերով։ Իրենք չեն կարող ապահովել իրենց երեխաներին առանձին բնակարաններ եւ կրթություն, իրենց չեն կարող համապատասխան բուժօգնություն ապահովել, իրենց հարազատներին եւ սա է խնդիրը, սա է պետք լուծել։ Սա չի կարող լուծվել այս տնտեսության շրջանակներում, այս մոտեցումների շրջանակներում, հատկապես որ Հայաստանը շարունակում է կապել իր տնտեսությունը ռուսական խորտակվող Տիտանիկից։ Այն պայմաններում, երբ Թրամփը օրեր առաջ հայտարարել է, որ 500% տարիֆային, այսինքն պատժամիջոցային քաղաքականություն է սկսելու Ռուսաստանի հետ առևտուր անող բոլոր երկրների համար,
եւ սա շատ լուրջ ազդակ է ոչ այնքան Հայաստանի համար, քանի որ Հայաստանը մտնում է արդեն այդպիսի խոցելի օղակի մեջ, թեմայի մեջ ու շարունակում է մեկնում է թեմա երկրներ Փաշինյանը շարունակում է կապեր ավելացնել արդեն չգիտեմ համարյա 10 անգամ ավելի մեծ է ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ քան եղել է անգամ Սերժ Սարգսյանի օրոք եւ այս ֆոնի վրա ես նկատել եմ մի շատ տագնապալից թիվ մեկ տարի առաջ երբ մենք նոր ենք ավարտել այս օրերին մեկ տարի առաջ ստորագրավակը հարցումները ամերիկյան հարցումները ցույց են տալիս որ Հայաստանի հասարակությունը 54-58%-ով կողմ է եվրոինտեգրմանը վերջին հարցումները ցույց են տալիս որ այս թիվը ընկել է 3 անգամ ինչու է ընկել 3 անգամ որովհետև այդպիսին է իշխանության քաղաքականությունը իսկ Ռուսաստանի ընկալումը Թշնամի Ռուսաստանի, դավաճան Ռուսաստանի, դավադիր Ռուսաստանի ընկալումը մոտ 2-3 անգամ մեծացել է, այսինքն ավելի ընդունելի է դարձել Ռուսաստանը կրկին, որովհետև այդպիսին է կառավարության եւ տեղեկատվական եւ տնտեսական քաղաքականությունը։ Սա է ճշմարտությունը, այո։ Պարոն Խզմալյան, Ռուսաստանը ինչու Հայաստանի նախկին պաշտոնյաներին ըստ չի վերադարձնում Գևորգ Կոստանյանին, Վահագն Հարությունյանին եւ մյուսներին Միքայել Մինասյանն ասում են այնտեղ է նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը սա ինչպես կմեկնաբանեք Ինչու է մեզ հարցերից առաջ բերում որովհետեւ գլխավոր դատախազը հայտարարեց որ դիմելու են Կոստանյանի մասով առնվազն դիմելու են Նույն պատճառով ինչու Ալիևը չի վերադարձնում Ռուբեն Վարդանյանին եւ Արցախի այն քաղաքական գործիչներին, որոնց նրան հանձնել է Պուտինը, որոնք հանձնվել են ռուսական խաղաղապահ բազայից Պուտինի հրամանով, այդպիսի հրամանը կարող էր տալ միայն Պուտինը եւ նրանց պատրաստում էին ինչ որ մի բանի, այն նույն բանը էլ պատրաստում էին այն մարդկանց, ում անունները դուք տվեցիք եւ բազմաթիվ այլ մարդկանց։ Ես կարծում եմ, որ տեղի ունեցավ մեծ գործարք եւ ես բազմիցս ասել եմ դա, հիմա ի պատասխան ձեր հարցի կրկնեմ իմ վարկածը եւ ես հիմքեր ունեմ այդպես կարծելով։ Փաշինյանը կարողացավ համոզել Մոսկվային, որ նա կատարելու է Պուտինի գլխավոր նպատակները ինչ վերաբերում է Հայաստանին եւ տարածաշրջանին առանց հեղաշրջումների եւ առանց այն մարդկանց ով շարքով շարված սպասում են իրենց հերթին 30 տարի շարունակ Հայաստանի քաղաքականությունը հիմնականում դա գեղեցկության մրցույթ էր ճակերտներում թե ում ավելի կհավանի Մոսկվան ով ավելի հավատարիմ կլինի եւ կապացուցի իր հավատարմությունը Մոսկվային։ Դա կրկնում եմ 30 տարվա Հայաստանի քաղաքականություններ, սկսած 96 թվականից ըստ երևույթին Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին ընտրությունների ժամանակ 55 ավելի ճիշտ խորհրդարանական եւ 56 նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք փաստորեն իրականությանը չեն համապատասխանել մեղմ ասած դրանց արդյունքները եւ դրանք բերել են բախումների։ Այդ պահին Հայաստանը ընդհատեց իր դեմոկրատական զարգացումը եւ վերադարձավ փաստորեն ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության տակ։ Դրանից ի վեր պարբերաբար հայտնվում են կերպարներ, ոմանք համարյա անեկդոտիկ, որոնք ստանում են Ռուսաստանի գրապարով ասած դաբրոն եւ այն մարդիկում դուք եք նշել իրենց հերթին գնացել են այնտեղ ստանալու այդ հավատարմության իտակը խարանը որովհետեւ ինչ որ պայն վերադառնան որպես Մոսկվայի տղա, Մոսկվայի մարդ, բայց այդ ամենը չի աշխատում։ Հայ ժողովուրդը այլևս չի ընդունում որևէ նման բան Մոսկվայից, սակայն Մոսկվան պահպանում է իր տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա եւ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ քաղաքական սխալներից մեկը այն է, որ միգուցե դա ոչ թե սխալ է, դա գիտակցված քաղաքականություն է, նա չի ապահովում
չի ապագաղութացնում Հայաստանի տնտեսությունը, հետևաբար նա չի ազատում եւ անկախացնում Հայաստանի քաղաքականությունը ռուսական ազդեցությունից։ Հայաստանը մնում է ռուսական գաղութ, հայկական ԱԱՑ-ն շարունակում է ուղարկել իր սաներին Ռուսաստան, այսինքն մենք մնում ենք ԿԳԲ-ի որջը, որտեղ կանգնած է ռուսական բանակը, որտեղ գազը, հոսանքը, երկաթուղին, բանկերը, հանքերը շարունակում են վերահսկվել Ռուսաստանի կողմից։ Նիկոլ Փաշինյանը դրան ավելացրեց միայն մի բան։ Նա ավելացրեց դրան նաև Ալիևի ու մասամբ Էրդողանի ազդեցությունը, ավելացնելով ժողովրդի վախերը, անորոշությունը եւ անվստահությունը սեփական պետությանը։ Պարոն Խզմալյան, արդյոք ծանոթ եք ձեր կողմից քաղբանտարկյալ ճանաչված Վարդան Ղուկասյանի խոսույթին դատարանի դահլիճում։ Այո, ես շատ լավ հասկանում եմ, որ անվանել նրան քաղաքական բանտարկյալ կարող է տարօրինակ թվալ, բայց քաղաքական բանտարկյալը կարող է լինել բանտարկյալ անկախ նրանից, թե ինչպիսին է նրա քաղաքական մոտեցումը։ Մենք համարում ենք Վարդան Ղուկասյանին եւ շատ այլոց մեր քաղաքական ճշնամիներ, քաղաքական առումով հակառակորդներ, ինչպես օրինակ Արցախի ամբողջ ղեկավարությունը, որ հիմա Բաքվի բանտում է, բայց նրանք էլ են քաղաքական բանտարկյալ։ Այս առումով Վարդան Ղուկասյանն էլ է քաղաքական բանտարկյալ, ինչպես նաև հոգևորական այն մարդիկ, ովքեր հիմա մեղադրված են Դուք հիշում եք Վարդան Ղուկասյանի այն տեսակետը, որ ներքին թուրքեր կան Հայաստանում եւ պետք է նրանց բռնաբարել։ Եկեք չմտնենք, հիմարությունների դաշտ։ Դուք ինձ փորձում եք ներքաշել հանուն ինչի։ Պետք է նրանց բռնաբարել, մենք դա ենք քննարկել, ում է պետք բռնաբարել։ Ես չեմ կիսում Վարդան Ղուկասյանի ոչ մի տեսակետը, ոչ մի։ Ես Գյումրի քաղաքապետարանի ընտրություններից առաջ որպես կուսակցության ղեկավար դիմում էի կառավարությանը եւ մարմիններին համապատասխան ասելով, որ անհնար է, չի կարելի թույլ տալ, որ քրեական անցյալ եւ ներկա ունեցող մարդը մասնակցի ընտրություններին։ Նրան այդ հնարավորությունը տվեցին։ Նա հաղթեց։ Նա խայտառակեց մեզ արդեն առաջին իսկ օրը, երբ հրավիրեց Ռուսաստանի գաղութային բանակի ներկայացուցիչներին Գյումրիի քաղաքապետարանի առաջին իսկ նիստը։ Այսինքն մենք իսկապես քաղաքական առումով ճշնամիներ ենք, բայց դա նշանակություն չունի դատական, իրավական իմաստով։ Նրա իրավունքները, որպես Հայաստանի քաղաքացու, պետք է պաշտպանվեն եւ նրա մեղքը պետք է դատարանը որոշի, այլ ոչ թե վարչապետը կամ հերոստահաղորդավարը կամ որևէ կուսակցության ղեկավարը։ Ոչ։ Եթե մենք չպաշտպանենք այսօր մեր ճշնամիների մարդկային եւ քաղաքացիական իրավունքները, վաղը ոչ ոք չի պաշտպանի ձեր, իմ եւ մեր մնացած քաղաքացիների իրավունքները։ Անկամ մարդասպանը ունի իրավունքներ եւ մենք պարտավոր ենք այդ իրավունքները հարգել եւ պաշտպանել։ Իհարկե անմեղության կանխավարկածը պահելով, բայց օրինակ նրան մեղադրում են կաշառք վերցնելու մեջ, ընդ որում նա իրեն մեղադրող քննիչին չկրկնեմ այդ խոսույթը, բայց հիմա դուք մի կողմից ասում եք, որ ահազանգել եք ընտրություններից առաջ, որ ինչպես դուք նշեցիք քրեական հայտ առումով նա մասնակցություն չունենա, ճիշտ եմ հիշում ձեր խոսքերը։ Եվ դուք Շիրակից եք, չէ՞։ Այո։ Կերակոսյան, դուք չեք կարող չիմանալ, որ թշվառ, աղքատ եւ հափշտակված, տալանված քաղաքի կենտրոնում կանգնած է շքեղ հյուրանոց, որը կոչվում է Ալեքսանդրապոլ, եւ որը պատկանում է քաղաքապետ նախկին եւ ներկա քաղաքապետ Հիմա դա ուսումնասիրում են, դա այլ վարույթներով, կներեք, դուք ասում եք քաղբանտարկյալ է։ Ես ասում եմ, որ մենք ասում ենք դա ակնհայտ էր ընտրություններից առաջ։ Դուք, ոչ թե դուք կներեք, իշխանությունները չեք ձերբակալել նրան, որևէ մեղադրանք չեք ներկայացրել։ Դուք հիմա եք ներկայացնում մեղադրանք։ Մեղադրյալ կա, ապօրինի ծագման այդ ապօրինի հարստանալու գործերով անցնում էր։ Դա քրեական հանցագործություն է
Եթե դուք չավարտեցիք այդ գործը եւ թույլ տվեցիք նրան ընտրվել, այդ դեպքում նա որպես ընտրյալ պաշտոնյա ստանում է ինչ-որ իմունիտետ, կան այդպիսի խնդիրներ։ Այդ դեպքում ինչու եք դուք նրան ձերբակալում ոչ թե քրեական պատճառներով ընտրություններից առաջ, այլ հիմա, երբ որ նա շատ կոնկրետ մի հարցում ձեզ, այլ ոչ թե օրենքին է սկսում ակասել։ Իսկ ձայնագրությունը չեք լսել, որ ասում է վերու, այդ փողը ասում է վերու։ Ես կրկնում եմ, ես դատախազ չեմ, ես քննիչ չեմ, ոչ էլ դուք։ Կա դատարան, եթե մենք չունենք դատարան, եթե ինչպես վարչապետը պնդում է ոչ մի դատախազ կամ դատավոր չի կարող մերժել իմ ասած, նման բաներ եմ ես լսել, այլ ոչ միայն, ընդ որում ես դա լսել եմ ոչ թե գաղտնալսված։ Ու եթե չեմ սխալվում, գաղտնալսումները դատարանում չեն ընդունվում որպես ապացույցներ, ճիշտ է դա թե ոչ։ Ես ընդհանրապես ասում եմ, որ անօրինական գաղտնալսումները անօրինական գաղտնալսումներ, այո։ Ես ելի եմ ասում, թող լինի դատական գործընթաց, թող նա հնարավորություն ունենա պաշտպանվելու, որից հետո թող դատարանը ընդունի իր որոշումը։ Եվ ես այդ դատարանը հրավիրում էի զբաղվել այս մարդու եւ այլ մարդկանց գործով տարիներ առաջ։ Եվ կարծում եմ, որ 7 տարի ու կես, համարյա 8 տարի վարչապետ լինելով Նիկոլ Փաշինյանը ոչ թե մեկ ամիս առաջ պետք է սկսեր այդ վարույթը։ Դա ի վերջո երկրորդ քաղաքի քաղաքապետն է։ Եվ վերջում, պարոն Խզմալյան, քանի որ ձեր դիրքորոշումը հայտնի է օգոստոսի 8-ի հետ կապված, արդյոք պետքարտուղարի տեղակալի վերջին այցը, հայտարարությունները, աշխատանքային խմբերի ձևավորումը որևէ կերպ փոխել են ձեր մոտեցումները, թե ոչ։ Ոչ, բոլորովին։ Ես շարունակում եմ մեծ կասկածներ արտահայտել բացի բաց եւ ես չեմ կարծում, որ օգոստոսի 8-ը իսկապես կապահովի Հայաստանի անվտանգությունը։ Ես շարունակում եմ մնալ հյուսիս-հարավ, Եվրոպա, Հայաստան, Իրան, Հնդկաստան ճանապարհի կրկոտ ջատագովը եւ ես կարծում եմ, որ Թրամփի այս նախագիծը ապագա Հայաստանի համար կամ ասենք ապահով ապագա չի խոստանում։ Ես անգամ կասկածում եմ, որ բավական շուտով Միացյալ Նահանգների վերաբերմունքը այս նախագծին կփոխվեն եւ ես կարող եմ անգամ ասել ինչու, որովհետեւ արդեն փոխվել է Իսրայելի մոտեցումը այդ հարցին եւ Իսրայելը Հայաստանին 2 անգամ ամենաբարձր մակարդակով ակնարկել է, որ ժամանակն է եկել Հայաստանի եւ Իսրայելի միջև ուղիղ եւ շատ լուրջ բանակցությունների։ Ցավոք սրտի վարչապետ Փաշինյանը չի հասկացել կամ չի ցանկացել այդ խոսակցությունը սկսել։ Այդպես որ ինչ վերաբերում է կոնկրետ Զանգեզուրի, այսպես կոչված Միջանցքին, ես հորետես եմ եւ կարծում եմ դա մեծ վտանգ է Հայաստանի համար։ Եվ Թուրքիայից է հայտարարություն եղել, արտգործնախարար Ֆիդանը հայտարարեց, որ սահմանները վերջնական կբացեն այն բանից հետո, երբ ավելի ճիշտ վերջնական ստորագրությունից հետո արդեն հայ-թուրքական սահմանները կբացվեն։ Դուք կարծում եք դա մոտ ժամանակներս տեղի կունենա, թե ոչ, եւ ինչու է Թուրքիան նման նախապայման առաջ քաշում։ Թուրքիան ամեն ինչ արդեն ասել է օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից 20 օր անց, երբ սկսեց կառուցել Կարս Նախիջևան երկաթուղին իր տարածքով, պատրաստ լինելով ծախսել միլիարդներ, բայց չօգտագործել Կարս Գյումրի հայկական երկաթուղին, այսինքն այն մասը, որը անցնում է Հայաստանով, եւ դրանով իմ կարծիքով ամենամիամիտ մարդկանց ապացուցելով, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագիծը Հայաստանի վերաբերյալ բոլորովին այլ է եւ չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին խաղաղության մասին։ Իրենք շարունակելու են շրջափակել Հայաստանը, իրենք փորձելու են բերել Հայաստանը ծնկի մինչև վերջ, իրենք օգտագործելու են անկլավները որպես Հայաստանի պետականությունը խեղդելու եւ արտագաղթ առաջացնելու միջոցներ, իրենք չեն հանգստանա մինչև չոչնչացնեն Հայաստանի պետականությունը։ Մենք ունենք հնարավորություն կանխել դա։
վարչապետ Փաշինյանը 8 ամիս ինչ ունի իր սեղանին այն օրենքը, որը չի ցանկանում կատարել, օրենքը Հայաստանը Եվրամիության անդամ դարձնելու դիմումի մասին է ասում, որը մենք ենք նախաձեռնել, որպես Հայաստանի պետականության եւ ազգային ինքնության փրկության միակ իրական միջոցը։ Մինչև դա չարվի, մենք մնալու ենք ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի պատանդները որպես պետություն։ Շնորհակալություն, պարոն Խզմալյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, պարոն Կիրակոսյան։